Փառք Աստծուն։ Ես ուզում եմ ընթերցել Ծննդոց 15-րդ գլխից մի խոսք։ Ծննդոց 15-րդ գլուխ։ Առաջին խոսքից գրված է. Այս բաներից հետո տեսիլքում Եհովայի խոսքը եղավ Աբրամին ասելով. Մի վախեցիր Աբրամ, ես քեզ համար վահան եմ, քո վարձքը խիստ շատ է։ Քանիսդ կկամենայիք, որ Աստված այցելեր ձեզ տեսիլքի մեջ եւ ասեր. մի վախեցիր, ես եմ քեզ համար վահան, եւ քո վարձքը խիստ շատ է։ Այս հատվածի, այս տեքստի յուրահատկությունը գիտեք ինչու՞մ է կայանում։ Կայանում է դրա նախապատմության մեջ, որովհետև երբ Աստված հայտնվեց Աբրահամին եւ ասեց. մի վախեցի, դրանից առաջ տեղի ունեցավ մի իրադարձություն, որը վախի հետ ընդհանրապես կապ չուներ։ Դրանից առաջ մի քանի թագավորություններ միմյանց դեմ պատերազմել էին, դուրս են եկել Սոդոմ եւ Գոմոր, ավերել էին Սոդոմ եւ Գոմորը, վերցրել էին ամբողջ ավարը եւ վերցրել էին ժողովրդին գերի, եւ այդ գերիների մեջ հայտնվել էր Աբրահամի եղբորորդին, Ղովտը։ Եվ գրված է այս պատմության մեջ, որ երբ Աբրահամին հայտնեցին, որ Ղովտը գերի անկել, Աբրահամը վերցրեց իր տան 300 ծառաներին, պատրաստված ծառաներին եւ գնաց ու Ղովտին գերությունից ազատեց։ Ընդամենը 300 պատրաստված ծառաներ մի ամբողջ զորքի դեմ։ Մենք նույնիսկ չգիտեինք այդ զորքը, այդ 300 հոգին ով էր պատրաստել։ Մենք ինչ որ չենք հիշում Աբրահամի պատմության մեջ, որ Աբրահամը պատերազմներով անցներ, ուժեղ զինվոր լիներ, մենք չգիտենք, բայց գրված է, որ նրանք պատրաստված էին։ 300 հոգով մի ամբողջ զորքի դեմ եւ ազատումը իր եղբորորդուն եւ հետաբերում։ Եվ հիմա պատկերացրեք, քանի անգամ եք հանդիպել, որ դուք պատերազմից զինվորը դուրս գա հաղթանակած եւ Աստված այցելի այդ զինվորին ու ասի. մի վախեցիր։ Տեր Աստված, ինչ վախի մասին է խոսքը, այս մարդը 300 հոգով արել է մի բան, որը 300,000 հոգով ուրիշները չկարողացան անել։ Աբրահամը հաղթանակած վերադարձել է իր տուն, եւ հիմա անմիջապես այս հաղթանակից հետո, երբ Աբրահամը տեսել է Աստծո ձեռքը, տեսել է Աստծո ուժը, երբ կարող էր ուղղակի նստել ու վայելել, սեփական բանակ կարող էր ստեղծել, Տերը այցելում Աբրահամին եւ ասում է. մի վախեցիր։ Միթե հնարավոր է վախ հաղթանակից հետո։ Քանի անգամ եք տեսել մարզիկը, բռնցքամարտիկը ռինգում, հաղթանակը տոնելուց հետո, պատկերացրեք, երբ որ ընդամենը երկրորդ ռաունդում նոկաուտի է ենթարկել հակառակորդին եւ հաղթանակած իր գոտին վերցնում է, բարձրացնում է վեր եւ երբ մոտենում է լրագրողը ու ասում է. ինչ եք դուք հիմա զգում։ Եվ պատկերացրեք այդ բռնցքամարտիկը նայ ու ասի. ես սարսափելի վախեցած եմ։ Ինչից ես վախեցած եղբայր։ Դու հենց նոր հաղթեցիր։ Դրա համար այս հատվածը շատ յուրահատուկ է։ Ինչու, որովհետև ընդհանրապես կարծում եմ հավատքի մեջ մի խեղաթյուրված կամ գուցե չափազանցված մի ուսմունք կա, որ Աստված մշտապես հայտնվում է մեր հավատքի մեջ։ Բայց Աստված միշտ չի, որ հայտնվում է մեր հավատքի մեջ։ Աստված հայտնվում է նաև մեր վախերի մեջ։ Տպավորությունն է, որ ես պիտի անպայման հավատք ունենամ, որ Աստված ինձ այցելի։ Բայց Աստված երբեմն այցելում է վախերի մեջ։ Աբրահամը հաղթանակած վերադարձել էր։ Եվ հիմա առաջին բանը, որ Տերը հայտնում է Աբրամին, ասում է. մի վախեցիր, ուստի Աբրահամը վախենում էր։ Ես քեզ համար վահան եմ։ Եվ Աստված շատ հաճախ հատուկ է մեզ բերում մեր վախերի տարածք, որպեսզի ազատի մեզ այդ վախերից։ Դու նույնիսկ երբեմն կարող ես չիմանաս, թե ինչից վախ ունես։ Դու կարող ես մտածես, որ դու շատ անվախ մարդ ես, որ դու շատ քաջ մարդ ես, որ չկա մի բան այս կյանքում, որ քեզ այլևս վախեցնի։ Դու խիզախ մարդ ես, դու ինքդ գիտես, որ դու խիզախ ես։ Մինչ այն պահը,
երբ դու բախվում ես քո ներքին վախերին։ Որովհետև երբ արտաքին թշնամիները քեզ այլևս չեն վախեցնում, կամ մի բան ծածուկում, որ քեզ ստիպում է անկյունում դողալ, որ քեզ ստիպում է գիշերը քունդ կորցնել, դա քո ներքին վախերն են։ Եվ Աստծո մեծագույն ցանկությունը այս կյանքում դա մեր ներքին վախերից մեզ ազատելն է։ Եվ հիմա պատկերացրեք Աբրահամը, որը որ ոչ միայն հաղթանակ տարավ մի ամբողջ զորքի դեմ, ֆիզիկապես տեսավ հաղթություն, այլ դրանից հետո Աստված հայտնվեց եւ ասեց. Աբրահամ, մի վախեցիր, որովհետև ես քեզ համար վահան եմ եւ քո վարձքը խիստ շատ է։ Եկավ հավատքը, եկավ։ Աբրահամը հավատաց Աստծուն եւ դա նրա համար արդարություն համարվեց։ Եվ թվում է ճանապարհը ավարտվեց։ Հիմա ժամանակն է, որ Տերը Աբրահամին պարզապես իր խոստմունքը տա եւ ազգերի հայր դարձնի։ Եվ հիմա այս Աբրահամը, ով համարվում է մեր հավատքի հայրը, ում Աստված ասեց, որ Աբրահամ չվախենաս, որովհետև ես քեզ համար վահան եմ եւ քո վարձքը խիստ շատ է։ Ծննդոց 20-րդ գլխում Առաջին խոսքից պատմվում է, որ Աբրահամը այնտեղից դեպի հարավային երկիրը չվեց եւ Կադեսի ու Սուրի մեջ բնակվեց եւ Գերարում պանդուխտ եղավ։ Եվ Աբրահամն իր կնոջ Սարայի համար ասեց. նա իմ քույրն է։ Եվ Գերարի թագավոր Աբիմելեքը մարդ ուղարկեց եւ առավ Սարային։ Հավատքի հայր Աբրահամը մարդով այնքան անվախ էր, որ 300 ընդամենը ծառաներով կարողացավ իր եղբորորդուն հետ բերել, չվախեցավ մի ամբողջ զորքի դեմ ֆիզիկապես պատերազմելուց։ Գալիս հասնում է մի թագավորություն, որտեղ ոչ մեկ իրեն ոչինչ չի ասել, ոչ մեկ իրեն չի վախացրել, ոչինչ տեղի չի ունեցել։ Ինչ տեղի ունեցավ այս մարդու հետ, որ հանկարծ որոշեց իր սեփական կնոջ համար խաբել, զոհ տալ իր կնոջը իր կաշին փրկելու համար։ Դու Աբրահամ, դու որ ազգերի հայր պիտի լինես, դու որ Աստված քեզ ասեց մի վախեցիր, որովհետև ես քո վահանն եմ, եւ դու քո սեփական կնոջը տալիս ես թագավորին միայն մի պայմանով, որ քո կաշին փրկես, բայց փրկես ինչից։ Քեզ ով էր բան ասել, Աբրահամ։ Քեզ ով էր ընդհանրապես նեղացրել։ Ոչ մեկ, բայց տեսեք ինչ անում վախը մարդու կյանքում։ Երբ որ արտաքին իրավիճակներում ոչինչ չկա, ներքին վախը սկսում է կառուցել այդ արտաքին իրավիճակները։ Նա սկսում է ստեղծել, նա սկսում է ստեղծագործել, երբ որ արտաքնապես ոչինչ չկա։ 20-րդ գլխի 10-րդ խոսքում, երբ արդեն Տերը հանդիմանել էր Աբիմելեքին եւ Աբիմելեքը կանչում է Աբրահամին եւ ասում է. Աբրահամ, ինչ տեսար, որ արեցիր այս բանը։ Թագավորը զարմանում է. Եղբայր, քեզ հետ ինչ ա եղել։ Ով քեզ ինչ ասեց։ Քեզ բռնեցին, գերի տարան, քեզ ծեծեցին, ինչ արեցին, ինչի համար նման բան արեցիր դու, ինչը քեզ ստիպեց դա անել։ Եվ Աբրահամն ասում է. ես մտածեցի, թե իրավ այստեղ Աստծո վախը չկա։ Աբրահամը չի ասում ես տեսա, որ դուք հեթանոս եք եւ Աստծո վախը չկա, ասում է ես մտածեցի, որ վախ չկա այստեղ Աստծո։ Ու դուք պատկերացրեք ինչա կատարվում։ Աբրահամը նստած մտածում է, որ Աստծո վախ չկա, իր սեփական կնոջն ուղարկում է թագավորի հարեմ, նույն թագավորը այնքան վախ ունի Աստծուց, որ գիշերը երազի մեջ Աստված հայտնում է, ասում է. եթե չես ուզում փորձանքի մեջ ընկնես, այդ կնոջը արագ ուղարկիր այնտեղ։ Ինչ զարմանալի բան է, երբ որ մենք մտածում ենք մի բան, բայց այնտեղ լրիվ այլ բան է տեղի ունենում։ Վախը։
վախը սկսում է հորինել, վախը սկսում է կառուցել։ Ես մտածեցի, որ այստեղ Աստծո վախը չկա եւ ինձ կսպանեն իմ կնոջ պատճառով։ Զարմանալի է, որ Աբրահամը մտածեց, որ եթե իր կնոջը տա թագավորին, իրեն չեն սպանի։ Եվ իրավ իմ քույրն է, հիմա սկսում է արդարանալ։ Դե այնպես չի, որ քույրս չի։ Եվ սկսում է պատմել, բացատրել Աբիմելեքին։ Եվ Աբիմելեքն ասեց. ահա Աստծո վախ ունեցող թագավորը, ասեց, ահա իմ երկիրը քո առջև է, հաճո եղած տեղը բնակվիր։ Եվ Սարային ասաց, ահա քո եղբորդ, ուշադրություն դարձրեք, եղբորդ։ Ահա քո եղբորդ 1000 արծաթ տվեցի, ահա նա քեզ համար աչքերի ծածկոց լինի, այն բոլորի համար, որ քեզ հետ եղավ, եւ ամենով հանդիմանվեցիր էլ։ Երբ որ մարգարեն իր դիրքը կորցնում է, թագավորն է սկսում մարգարեանալ մարգարեի համար։ Եվ Աբրահամն աղոթք արեց Աստծուն եւ Աստված բժշկեց Աբիմելեքին եւ նրա կնոջը եւ նրա աղախիններին եւ ծնում էին, որովհետեւ Եհովան Աբիմելեքի ընտանիքի բոլոր արգանդները փակել էր Աբրահամի կնոջ Սարայի համար։ Մի մարդ, ով թվում էր այնքան քաջ պիտի լիներ, մի մարդ, ով Աստծուց կոնկրետ խոսք էր առել, որ ազգերի բազմության հայր պիտի լինի, եւ թվում է, թե այդ հավատքով պիտի գար Աստծո առաջ, պիտի գար թագավորի առաջ, ինչ է տեղի ունենում, վախից սկսում է դողալ։ Միթե հնարավոր է զուգահեռ քայլեն վախը եւ հավատքը։ Ես տեսա ձեր դեմքերը, որ դուք ասեցիք ոչ, բայց մենք այստեղ տեսանք լրիվ հակառակը։ Մենք տեսանք, որ հնարավոր է։ Գիտեք ինչու? Որովհետև հավատքի արկայությունը քո կյանքի մի բնագավառում չի բացառում վախի արկայությունը քո կյանքի մի ուրիշ բնագավառում։ Դա մեկը մյուսին չի բացառում։ Բայց վախը ստիպում է մարդուն երևակայել բաներ, որոնք իրականության մեջ գոյություն չունեն։ Եվ Աբրահամը սկսում էր մտածել, պատկերացնում եք, ինչ էր պատկերացնում Աբրահամը, ոնց են իրեն սրախողանում, կախաղան հանում, Սարայի պատճառով, որովհետև Սարան շատ գեղեցիկ կին էր։ Ես մտածեցի, որ այստեղ Աստծո վախը չկա։ Բայց պատմությունը լավ է ավարտվում։ Մարգարեն վերադառնում է իր դիրքին եւ սկսում է աղոթել Աբիմելեքի ընտանիքի համար։ Եվ Աստված բացում է նրանց կանանց արգանդները եւ սկսում են ծնել, մինչդեռ Սարայի արգանդը այդպես էլ Աստված դեռ չէր բացել։ Զարմանալի բան է, երբ Աստված ուզում է մարդուն բերել եւ մտցնել իր ճակատագրի մեջ, երբ Աստված ուզում է խոստմունքը իրականացնել քո կյանքում, առաջին բանը, որ Աստված պիտի անի, դա քո հորինված սեփական վախերից քեզ ազատելն է։ Բայց չկա այլ մեթոդ վախից ազատվելու, քան գալ այն տարածք, մտնել այնտեղ, որտեղ քո վախերն են։ Եթե չեմ սխալվում, Վինսթոն Չերչիլն էր ասել. Ես շատ սարսափելի դեպքեր եմ տեսել իմ կյանքում, որոնցից ոչ մեկն այդպես է չիրականացավ։ Հիշում եք Եղիա մարգարեին, երրորդ թագավորաց 17-րդ գլխում, Եղիան ժամանակի ամենաակնառու մարգարեներից մեկն էր,
Ես կարծում եմ նույնիսկ Աստվածաշնչում Եղիա մարգարեին պես մեկը չկար, երկրորդը չկար։ Եղիան շատ առանձնահատուկ էր, Եղիան այնքան առանձնահատուկ էր և Եղիայի անձն այնքան առանձնահատուկ էր, որ անգամ նոր կտակարանում Եղիայի մասին խոսելուց ասում էր կգա Եղիայի հոգով և խոսելով Հովհաննես Մկրտչի մասին ասում էր Եղիան արդեն եկել է, բայց նրան չընդունեցին։ Պատկերացնում եք որքան ակնառու պիտի լինի մարգարեն, որ ապրել է հազարավոր տարիներ առաջ, որ անգամ Տերը թույլ տա Սուրբ Հոգին նրա անձը օգտագործի նոր ուխտում որպես մի օրինակ։ Եվ Երրորդ Թագավորաց 17-րդ գլխում առաջին խոսքից գրված է. «Եվ Գաղադի բնակիչներից Թեղբացի Եղիան ասեց Աքաբին. կենդանի է Իսրայելի Տեր Աստվածը, որի առաջ կանգնում եմ, որ այս տարիներին ցող և անձրև պիտի չլինի, բայց եթե ոչ իմ խոսքով»։ Պատկերացրեք մարգարեն իր ողջ իշխանությունով գալիս է թագավորի առաջ և ասում է. կենդանի այն Տեր Աստվածը, որին ես ծառայում եմ, որ այս պահից սկսած երկրի վրա այլևս մի կաթիլ անձրև չի լինելու։ Մեզանից քանիսը կգնան այսօր կկանգնեն երկրի վարչապետի առաջ ու կասեն. կենդանի է Աստվածը, ում ես ծառայում եմ, այս պահից սկսած մի կաթիլ անձրև երկրի վրա չի լինելու։ Մարգարեն գնում և համարձակությամբ ասում է և ասում է. իմ խոսքի համաձայն, այն պահից, երբ ես կասեմ, որ թող անձրև գա, անձրևը նորից կգա։ Սա մեծ համարձակություն է, սա մեծ խիզախություն է, ոչ միայն ընդունել Տիրոջ խոսքը մարգարեական, այլև գնալ թագավորի առջև կանգնել, իմանալով, որ այդ թագավորը ունի լիիրավ իշխանություն մի վայրկյանում ուղղակի գլխատելու այդ մարգարեին։ Բայց Եղիան համարձակությամբ, խիզախությամբ Աստծո խոսքը հռչակեց ու ասեց չի լինելու անձրև, մինչև ես չասեմ։ Անցնում է որոշ ժամանակ, գալիս ենք ծննդոց, գալիս ենք Երրորդ Թագավորաց 18-րդ գլուխը, երբ Եղիայի նախանձավորությունը շատ առանձնահատուկ կերպով սկսում է դրսևորվել, ինչպես, որովհետև Բահաղի 400 մարգարեները անընդհատ ներկայացնում էին Բահաղին որպես ճշմարիտ Աստված, և որոնք Հեզաբելի սեղանից էին ուտում այդ մարգարեները։ Եվ ինչ է ասում Եղիան, տեսնելով, որ ժողովրդի մեջ արդեն շփոթություն է ընկել, ժողովուրդը չի կարողանում հասկանալ, վերջի վերջո ով է ճշմարիտ Աստված։ Մենք տեսնում ենք Բահաղի մեծ կուռքը և խոսում ենք ինչ-որ մի Աստծո մասին, որին չենք տեսնում, որի մասին Եղիա մարգարեն է խոսում։ Ով է ճշմարիտ Աստված, և Եղիայի համբերության բաժակը լցվում է։ Եվ այն մարգարեն, որ կանգնելու թագավորին ասել էր. ճշմարիտ է Աստված, այն Աստծուն, ում ես ծառայում եմ, որ այս պահից երկրի վրա մի ցող անգամ չի գա, մինչև ես չխոսեմ, այս նույն մարգարեն հայտարարում է. հավաքեք Բահաղի բոլոր մարգարեներին և բոլորս կկանգնենք, ես կկանգնեմ մի կողմում, Բահաղի մարգարեները մի կողմում, և այն Աստվածը, որ երկնքից կրակ կբերի, դա էլ ճշմարիտ Աստվածն է։ Մեծ հայտարարություն է, խիզախ հայտարարություն է։ Եղիան գտնվում է Աստծո հոգուածության ներգործության տակ և հայտարարում է, որ ես պատրաստ եմ այսպիսի մարտահրավերի, հավաքեք Բահաղի մարգարեներին, և հավաքում են մարգարեներին, ուզում են հասկանալ ով է ճշմարիտ Աստվածը։ Ես խոսում եմ խիզախության մասին, ես խոսում եմ մարգարեի հավատքի մասին, ես խոսում եմ այն պահերի մասին, երբ դու իրապես Աստծուց օծություն ունես և դու գիտես, որ դու խիզախությամբ ես գործում, դու գիտես, որ դու Սուրբ Հոգով ես գործում և այդ պահին քեզ թվում է, որ աշխարհում չկա մի բան, որ քեզ վախեցնի, որ դու այնքան ամուր ես ոտքերիդ վրա կանգնած, որ քեզ այլևս ոչինչ չի վախեցնի այս կյանքում։ Հավաքվում են մարգարեները և 18-րդ գլխի 36-րդ խոսքից գրված է. Եվ երեկոյան զոհի ժամանակներ,
երբ որ Եղիա մարգարեն մոտեցավ եւ ասեց. Ով Եհովա, Աբրահամի, Իսահակի եւ Իսրայելի Աստված, թող այսօր իմացվի, որ դու ես Աստված Իսրայելի մեջ եւ ես քո ծառան եմ։ Եվ թե ես քո խոսքով եմ արել այս բոլոր բաները։ Պատասխան տուր ինձ ով Տեր, պատասխան տուր ինձ, որ այս ժողովուրդն իմանա, որ դու Եհովա ես Աստված եւ դու ետ կդարձնես նրանց սրտերը։ Եվ Եհովայի կրակը վայր իջավ եւ կերավ ողջակեզը եւ փայտերը եւ քարերը եւ հողը եւ փոսի միջի ջուրն էլ լափեց։ Եվ բոլոր ժողովուրդը տեսավ եւ վայր ընկան իրենց երեսների վրա եւ ասեցին. Եհովան է Աստված, Եհովան է Աստված։ Հիմա պատկերացրեք այս պատկերը։ Մարգարեն կանգնում է 400 մարգարեների առաջ եւ ասում է, որ Աստվածը երկնքից կրակ բերեց, դա էլ ճշմարիտ Աստվածն է։ Բահաղի մարգարեները ժամերով փորձում են կրակ բերել եւ ոչինչ չի ստացվում եւ հասնում է այն աստիճան, որ Եղիան այնքան խիզախ էր, որ անգամ ծաղրում է Բահաղի մարգարեներին, ասում է մի քիչ բարձր գոռաց է, կարող է ձեր Աստվածը քնած է կամ արձակուրդ է գնացել, բարձր գոռացեք, նրանք էլ սկսում էին բարձր գոռալ։ Եվ երբ գալիս է պահը, որ նրանք դադարում են, Եղիա մարգարեն ասում է Տիրոջը. Տեր, դե հիմա ժամանակն է, որ դու ցույց տաս քո փառքը, որ դու ցույց տաս, որ դու միակ կենթանի Աստվածն ես։ Եվ ես պատկերացնում եմ, ինչ հիացմունքով էր Եղիան կանգնած նայում, թե ինչպես է կրակը երկնքից իջնում ու լափում ամբողջ զոհասեղանը եւ ամբողջ ջուրն էլ կրակը լափեց ջուրը անգամ։ Սովորաբար կրակը ջուրը չի լափում։ Լափեց ջուրը։ Եվ մարգարեն տեսնում է դա։ Մարգարեն տեսնում է իրական Աստծո զորությունը եւ ժողովուրդը այդ մեծ հիացմունքից ապշած, վախեցած, սարսափած ծնկի է գալիս ու ասում է. Եհովան է ճշմարիտ Աստվածը։ Եղիան տեսնում է այս ամենը։ Սրանով չի ավարտվում Եղիայի խիզախությունը։ Սրանով չի ավարտվում Եղիայի գործը, որովհետև 40-րդ խոսքում գրված է. Եվ Եղիան ասեց նրանց. բռնեցեք Բահաղի մարգարեներին, որ նրանցից մեկ մարդ չպրծնի։ Եվ նրանց բռնեցին, եւ Եղիան վայր իջեցրեց նրանց Կիսոն հեղեղատի մոտ եւ նրանց սպանեց այնտեղ։ Պատկերացնում եք մարգարեի խիզախությունը։ Բռնեք նրանց եւ իջացրեք Կիսոն հեղեղատի մոտ, սպասեք մինչեւ ես գամ։ Հաշվեհարդար տեսավ։ Միթե ավելի քաջ մարգարե եք տեսել ձեր կյանքում։ Միթե ավելի քաջ մարդ եք տեսել ձեր կյանքում։ Միթե ես եւ դու ավելի քաջ ենք, քան Եղիան։ Եվ միթե հնարավոր է այս դեպքերից հետո ընդհանրապես վախենալ ինչ որ բանից։ Միթե սրանից հետո, երբ դու որպես մարգարե կանգնել ու տեսել ես ինչպես ես խոսքը շուրթերից դուրս հանում եւ Աստված պատրաստական կանգնած է քո խոսքի ետևում, որ հաստատի երկնքից իր նշանով, դու դրանից հետո ինչ որ բանից կվախենաս։ Գնանք 19-րդ գլուխը։ Ես ձեզ հարցրեցի, արդյոք կարող են վախը եւ հավատքը գնալ զուգահեռ։ Եվ այսօր հարց եմ ուզում ուղղել մեզանից ամեն մեկին, արդյոք դու ճանաչում ես քո վախերը։ Արդյոք դու վստահաբար գիտես քո վախերը։ 19-րդ գլխում առաջին խոսքում տեղի է ունենում մի շրջադարձային բան, որն ընդհանրապես չի համապատասխանում մինչ այս պահը տեղի ունեցած իրադարձություններին։ Ֆենոմենա, չեք կարող հասկանալ, չեք կարող ընկալել, ինչպես կարող է այսպիսի բան լինի, բայց տեսեք ինչա կատարվում։ Երրորդ Թագավորաց 19-րդ գլուխ առաջին խոսք։ Մենք խոսում ենք այն մարգարեի մասին, ով
Թագավորին ասեց, որ իմ խոսքի համաձայն երկիրն այլևս անձրև չի տա եւ կգա այն ժամանակ, երբ ես խոսք կարձակեմ։ Մենք խոսում ենք այն մարգարեի մասին, որ երկնքից կրակ իջեցրեց եւ ապացուցեց, որ Տերն է միակ Աստվածը։ Մենք խոսում ենք այն մարգարեի մասին, որ Բահաղի բոլոր մարգարեներին իշեցրեց կեսոն հեղեղատը եւ ուղակի հաշվեհարդար տեսավ։ Եվ հիմա առաջին խոսքից գրված է. Եվ Աքաբը պատմեց Հեզաբելին բոլոր ինչ որ Եղիան արել էր։ Եվ այն բոլոր, որ ամեն մարգարեներին սրով սպանել էր։ Եվ Հեզաբելը պատգամավոր ուղարկեց Եղիայի մոտ ասելով. Աստվածները այսպես անեն եւ սրանից էլ ավելին անեն, եթե որ էգուց այս ժամանակին քո անձը նրանցից մեկի անձի տեղ չդնեմ։ Մի վարքյան։ Ես նորից եմ ասում, մենք խոսում ենք այն մարգարեի մասին, որը որ ընդամենը մի գլուխ առաջ, մեկ օր առաջ, կանգնել էր թագավորի առաջ և համարձակությամբ ասել էր, որ երկիրը այլևս անձրև չի տեսնելու, ոչ մի կաթիլ, մինչև որ իմ խոսքը չլինի։ Մենք խոսում ենք այն մարգարեի մասին, որ ասեց հավաքեք Բահաղի 400 մարգարեներին, և որ Աստվածը երկնքից կրակ իջեցնի, նա էլ կենթանի Աստվածն է, և նայել ու տեսել էր ինչպես է երկնքից, իր իսկ խոսքով տիրոջ կրակը իջնում, տիրոջ պատասխանը իջնում և լափում ամբողջ զոհասեղանը և ջուրը, և հետո էլ հաշվեհարդար էր տեսել միայնակ Բահաղի 400 մարգարեների հետ։ Եվ հիմա մի կին պատգամավոր է ուղարկում Եղիայի մոտ և ասում է. Աստվածները այսպես անեն և սրանից էլ ավելին անեն, եթե որ էգուց այս ժամանակին քո անձը նրանցից մեկի անձի տեղ չդնեմ։ Ուշադրություն դարձրեք ինչ է ասում Հեզաբելը, աստվածները։ Եղիան ընդամենը մեկ օր առաջ այդ աստվածների հետ հաշվեհարդար տեսավ, ապացուցեց, որ այդ աստվածները չկան։ Բայց ինչ անում վախը մարդու կյանքում։ Երբ որ վախը բռնում է մարդուն, պարալիզացնում է մարդուն, դու անգամ մոռանում ես, որ այն ինչի մասին, որ խոսում են, դրանք գոյություն չունեն։ Քեզ համար նույնիսկ կենթանանում է այն, ինչը չկա։ Ասում են մի այսպիսի հոգեբանական էքսպերիմենտ կա։ Մութ սենյակում մարդկանց մտցնում են սենյակ և սենյակը ամբողջությամբ դատարկ է, միայն մի կախիչ կա, վրան հագուստ է գցված։ Ինչ-որ փոքր ատրիբուտներ, բայց հիմնականում դատարկ է ամբողջ սենյակը և մութ սենյակի մեջ այնպեսի թույլ լուսավորություն է, որ ընդամենը այսպես սիլուետն է երևում այդ շորի և այլն։ Եվ երբ որ մարդկանց մտցնում էին, մարդիկ դուրս էին գալի այդ սենյակից ու պատմում էին, որ այդ պատին կախված շորը կարծես մարդ լիներ։ Հետո մի պահ կարծես այդ մարդը սկսում է շարժվել այդ շորը։ Այսինքն դուք պատկերացնում եք ֆիզիկական դատարկությունը ներքին վախը սկսում է լրացնել այդ բացերը։ Սկսում է կառուցել, որ համապատասխանի քո ներսի վիճակը քո տեսածին, որտեղ քո ուղեղը չի կարողանում ընկալի։ Դու վախենում ես, բայց չկա նման բան։ Հիմա պիտի ստեղծի, որ համապատասխան դու չգժվես։ Եվ հիմա Հեզաբելը մի կին համարձակությամբ ինչպես որ մեկ օր առաջ Եղիան էր խոսում։ Ասում է աստվածները սրանից ավելան են։ Հիշում եք Եղիան ինչ էր ասում թագավորին։ Երկնքի Աստծո մասին էր խոսում։ Հեզաբելը խոսում է չեղած կուռքերի մասին եւ ասում է աստվածները սրանից ավելան են, եթե քո անձը վաղը սրանցից մեկի տեղ չտամ։ Եվ այս բանը տեսնելով երրորդ խոսքում գրված է. վեր կացավ, գնաց իր անձը ազատելու համար։ Եվ հասավ Հուդայի Բերսաբեն։ Եվ իր պատանիին թողեց այնտեղ, բայց ինքը մեկ օրվա ճանապարհ գնաց անապատում, վախը քեզ միշտ տանում է անապատ, վախը քեզ միշտ տանում է անորոշություն։
Եվ եկավ մի գիհի տակին նստեց եւ սրտանց ուզեց, որ մեռնի։ Մարգարեն, Եղիա մարգարեն, որ ընդամենը 1 օր առաջ ապացուցել էր, որ միակ կենթանի Աստվածը Տերն է։ Դու գիտեք, որ այդ պահին, երբ որ Եղիան վախից ուզում էր մեռնել, երկրի վրա դեռ մնում էր այն խոսքը, որ Եղիան հռչակել էր, այսինքն անձրև չէր գալիս։ Դու անգամ վախի ժամանակ չես էլ նկատում, որ քո ասածները Տերը կատարում է։ Դու անգամ չես նկատում, որ դեռ երկիրը անձրև չի տալիս, որովհետև դու ես ասել, դու ես հռչակել։ Բայց դա էլ չի երևում։ Ինչու՞, որովհետև վախը պատեց Եղիային։ Միթե կարող էր այսպիսի մի մարգարե վախ ունենար իր անձի համար, երբ որ ընդամենը մի կին խոսում է իր հետ ու սպառնում է։ Արդեն բավական է, ով Տեր, իմ հոգին առ, որովհետև ես իմ հայրերից լավը չեմ, եւ պարկեց եւ քնեց մի գիհի տակ, եւ ահա մեկ հրեշտակ նրան դիպավ եւ ասեց նրան. «Վեր կացկեր»։ Եվ Եղիան մտիկ տվեց եւ ահա նրա գլխի կողմին մի քարի վրա թխած նկանակ եւ մի կուժ ջուր կար եւ նա կերավ ու խմեց եւ դարձյալ քնեց։ Վախը ստիպում է քեզ մի բան անել՝ քնել։ Դրա համար 2 կատեգորիայի քրիստոնյաներ կան։ Ոմանք վախից գնում են աղոթելու, ոմանք վախից գնում են քնելու։ Դրա համար էլ երբ Հիսուսը աշակերտների հետ գնաց Գեթսեմանի այգի, ինչ տեղի ունեցավ։ Գրած է, որ Հիսուսը տրտմեց ու վշտացավ եւ ասեց, որ իմ անձը մահու չափ տրտմած է։ Բայց Հիսուսը գնաց աղոթ կանելու։ Իսկ աշակերտները քնած էին։ Եվ Տիրոջ հրեշտակը դարձյալ եկավ եւ նրան դիպավ եւ ասեց. «Վեր կացկեր»։ Գիտեք, ես չեմ պատկերացնում, որ Աստծո հրեշտակը գալիս էր ու Եղիային ասում էր. «Եղիա, վեր կացկեր»։ Չէ, գալիս էր դիպավ քացով ու ասեց. «Վեր կացկեր»։ Վեր կաց։ Որովհետև ճանապարհը շատ է քեզ համար։ Եվ նա վեր կացավ, կերավ ու խմեց, եւ այն կերակուրի զորությունով գնաց 40 օր եւ 40 գիշեր, մինչեւ Աստծո քորեբ սարը։ Կերել եք այդպիսի բաներ, որ 40 օր ծոմ պահեք։ Եվ 9-րդ խոսքում ասում է. այնտեղ մտավ մի քարայրի մեջ եւ այնտեղ օթևանեց եւ ահա Տիրոջ խոսքը եղավ իրեն եւ նրան ասեց. Ինչ ունես այստեղ, Եղիա։ Վերջապես արդեն Տերն է միջամտում ու խառնում, ասել. Եղիա, դու ինչ գործ ունես այստեղ։ Ես քեզ ուր եմ ուղարկել։ Դու ուր ես, Եղիա։ Ինչի ես թաքնվել քարայրում։ Ինչի ես պաղկվել, Եղիա։ Ինչ ունես այստեղ։ Եվ նա ասեց. ես մեծ նախանձավորություն ունեցած զորած Տեր Աստծո համար, որ Իսրայելի որդիները քո ուխտը թողել են, քո սեղանները քանդել են եւ քո մարգարեներին սրով սպանել են, եւ մենակ ես եմ մնացել, եւ իմ հոգին որոնում են սպանելու։ Մենակ ես եմ մնացել։ Սա վախի միակ մխիթարությունն է, դե սենց մենակ ես եմ։ Ես եմ մենակ այսպես մնացել, բայց ես մենակ ինչ կարող եմ անել։ Տեր Աստված, դու ինձ թողեցիր մենակ, այ որ մի հոգի գոնե ինձպես լիներ, դա ինձ կմխիթարեր, դա ինձ նորից խիզախություն կտար, բայց ես մենակ եմ մնացել։ Եվ Տերն ասում է Եղիային. Եվ նա ասեց. դուրս եք եւ կանգնիր սարի վրա, Տիրոջ առաջ։ Եվ ահա Տերը անց էր կենում եւ մի մեծ ու զորավոր հողմ, փոթորիկ պատռեց սարերը եւ կոտրատեց ապառաժները Տիրոջ առաջին, բայց Տերը այն հողմի մեջ չէր։ Տերը ցույց է տալիս մի սարսափելի պատկեր։ Տերը ցույց է տալիս մի հողմ, որ գրած է պատռեց սարերը։ Դուք պատկերացնում եք, դուք կանգնած եք սարերի առաջ եւ տեսնում եք այդ փոթորիկը ինչպես է պատռում, կիսում սարերը մեջտեղից։
Եվ Տերը ցույց է տալիս Եղիային։ Երբ Աստված ուզում է քեզ ազատել քո վախերից, Աստված քեզ չի տանելու քարայրում թաքցնի, որ ազատի։ Աստված քեզ դուրս է բերելու քարայրից ու տանի ուղիղ կանգնացնի քո վախերի առաջ ու ասի՝ հիմա դու պիտի կանգնես այստեղ ու պիտի տեսնես, թե ես ինչ եմ անում։ Դու պիտի կանգնես քո վախին ընդառաջ ու պիտի տեսնես, թե ես ինչպես եմ քեզ ազատում այս վախերից։ Գրված է, որ այդ հողմը եկավ, բայց Տերը մեջը չէր։ Եւ հողմից հետո երկրաշարժ եղավ, բայց Տերը երկրաշարժի մեջ չէր։ Հիմա պատկերացրեք երկրաշարժը։ Եղիան կանգնած է, այնպես չէր, որ Եղիայի կողքերն էր երկրաշարժը լինում, բայց Եղիան անշարժ կանգնած էր։ Չէ, երկրաշարժ էր տեղի ունենում։ Այսինքն ավելի վախենալու էր, երբ հողն է ոտքերի տակից փախնում։ Քանի անգամ ա եղել, որ քո վախերի մեջ ասել ես, ոնց որ հողը ոտքերից տակից փախչի։ Այնպիսի տպավորություն է, որ հողը ոտքերից տակից փախչում է, բայց գիտեք ո՞րն է ամենահետաքրքիրը։ Այն ինչը ստիպում է քեզ ոտքերի տակից հողը փախչի, դեռ տեղի չի ունեցել։ Եվ Աստված գիտի, ընդհանրապես տեղի կունենա, թե չէ։ Բայց արդեն հողը ոտքերի տակից փախցնում է։ Երկրաշարժից հետո կրակ եղավ։ Հիմա պատկերացրեք, մարգարեն, որը աղոթել էր ու Տերը կրակ էր բերել, հիմա Տերը ավելի սարսափելի կրակ է բերում եւ ցույց է տալիս, որ դա ամենը չէր, ինչ որ ես կարող էի անել։ Հիմա դու ուզում ես իսկական կրակ տեսնես ու պատկերացրեք, Եղիան կանգնած տեսնում է երկնքից ոնց է կրակ գալիս երկրի վրա։ Աստված ցույց է տալիս ամենասարսափելի բաները եւ ասում է, ես քեզ ոչ թե կթաքցնեմ քարայրում ու կսկսեմ քո վախի հարցերը լուծել, Աստված ասում է, ես քեզ կբերեմ այդ սարսափների էպիկենտրոնում ու հենց այդտեղ քո հարցերը կլուծեմ։ Ես կբերեմ այդտեղ ու դու կտեսնես, որ ես կարող եմ թույլ տալ, որ քո շուրջն ամբողջությամբ քաոս լինի, բայց քո մազը անգամ չթեքվի։ Տերը կրակի մեջ չէր։ Եվ կրակից հետո մի բան, մի մեղմ ու բարակ ձայն։ Եկեղեցի, երբ որ մենք անցնում ենք կրակով, դրանից հետո գալիս է Տիրոջ խոսքը։ Դրանից հետո գալիս է Տիրոջ ձայնը։ Եվ եղավ, երբ որ Եղիան լսեց այդ ձայնը, իր երեսը ծածկեց ու վերարկուով եւ դուրս եկավ ու կանգնեց քարայրի դռանը, եւ ահա մի ձայն եկավ նրան եւ ասեց. Այստեղ ինչ ունես, Եղիա։ Եվ նա ասեց, նորից սկսում է բացատրել Աստծուն, ես մեծ նախանձավորություն ունեցա, քո ուխտը թողել են, եւ այլն, եւ սկսում է պատմել Աստծուն։ Եվ Աստված հետաքրքիր ձևով մխիթարում է Եղիային։ Եվ Տերն ասեց նրան 15-րդ խոսքում. Ետ դարձիր ու գնա քո ճանապարհը անապատով Դամասկոս։ Իդեպ, եթե դուք ուշադրություն դարձնեք Աստվածաշնչում, բոլոր նրանք, ովքեր Աստծո երեսից փախել են, Աստծո կամքից փորձել են փախել, առաջին տեղը, որ հայտնվել են, դա անապատն է։ Եվ երբ որ գաս Ազայելին ասորիների վրա թագավորոցիր եւ Նամասեի որդի Հեյուին էլ թագավորոցիր Իսրայելի վրա եւ Աբելմաոլացի Սափաթի որդի Եղիսեին էլ մարգարեոցիր քո տեղը եւ կլինի որ Ազայելի սուրից ազատվողին Հեուն կմերցնի, Հեուի սուրից ազատվողին Եղիսեն կմերցնի եւ ինձ համար ահա Տիրոջ պատասխանը, ահա այն ինչը վախը թույլ չէր տալիս հասկանալ Եղիային։ Եվ ինձ համար թողել եմ Իսրայելի մեջ 7000 հոգի։ Բոլորն էլ այնպիսի մարդիկ, որ ծունկ չծռեցին բահաղին, եւ բոլորն էլ բերանով նրան չհամբուրեցին։ Ընդամենը մի քանի խոսք առաջ Եղիան ասում էր Տիրոջը, մնացի մենակ ես, Տեր իմ Աստված, ես ինչ զոհ եմ ես եմ մենակ մնացել, վերջին մոհիկանը, էլ մարդ չկա, ես եմ մնացել, Տեր։ Մկների ժողովի նման, բա մեր ազնիվ ցեղը այսպես կորչի գնա։
Ես եմ մնացել, Տեր, մի մարգարե չի մնացել այստեղ, եւ իմ անձն էլ փնտրում են, որ սպանեն։ Ինչ պիտի լինի սրա վերջը, Տեր։ Եվ Տեր Աստված ասում է. ես թողել եմ 7000, մի րոպե եղյա, ոչ թե 7 հոգի, ոչ թե 70 հոգի, ոչ թե 700 հոգի, այլ 7000 մարդիկ ունեմ, ովքեր ծունկ չդրեցին Բահաղի առաջ, այնպես որ դու մենակ չես, դու քո վախերի հետ մենակ չես, քո վախերը նորություն չի։ Ես թողել եմ 7000 հոգի։ Միթե կարող է այսպիսի մարգարեն վախենալ։ Բայց Տերը ազատեց Եղիային վախերից, երբ որ բերեց ու կանգնացրեց իր վախերի հենց էպիկենտրոնում։ Այնտեղ, որտեղ դու դեմ դիմաց ուղակի կանգնած ես քո վախերին, քո շուրջը փոթորիկ է, քո շուրջը երկրաշարժ է։ Դու ոտքիդ վրա էլ չես կարողանում կանգնես, որովհետև երկրաշարժ է, բայց մի բան ես նկատում, երկրաշարժը կամ փոթորիկը պատռում է սարերը, ճեղքում է գետինը, կոտրում է բոլոր ծառերը, ավերում է գուցե ամեն բան քո շուրջը, բայց չգիտես ինչի դու դեռ կանգնած ես։ Դու դեռ կանգնած ես։ Արագ նայենք Դավիթ թագավորի պատմությունը։ Առաջին թագավորած 21-րդ գլխում։ Դավիթ թագավորի պատմությունը սկսվում է նրանով, որ Դավիթը օծվում է թագավոր Սամուել մարգարեի կողմից, եւ մեկ անգամ փղշտացիների դեմ պատերազմի ժամանակ Դավիթը հաղթում է Գողիաթին, հաղթում է շատ փառավոր կերպով, շատ ազատ, համարձակ, խիզախությամբ, եւ ասում է այն Աստվածը, որ ինձ ազատեց առյուծի ու արջի ձեռքից, կազատի նաեւ այս անթլպատ փղշտացու ձեռքից, համարձակ հայտարարություն, Դավիթը պատերազմի մարդ էր, ի տարբերություն Եղիայի Դավիթը պատրաստված մարդ էր, Դավիթը բազում պատերազմներում հաղթած մարդ էր, Դավիթը իսկական պրոֆեսիոնալ զինվոր էր, զինվորական էր, Դավիթը գիտեր պատերազմի բոլոր մարտավարությունները, բոլոր կանոնները, Դավիթը չէր վախենում ֆիզիկական ցավից, նա դիմաց կուներ, եւ թագավորի բազում պատերազմները Դավիթը հաղթել էր Սավուղի համար։ Նա գիտեր ինչ է նշանակում դեմ դուրս գալ ուղիղ մահվանը։ Դավիթը մեկ անգամ չէ, որ առնչվել էր մահվան հետ։ Դավիթը գիտեր ինչ է, երբ մահը կանգնում է ուղիղ քո առաջ։ Եվ դա մեկ անգամ չի, որ վերապրել էր, բայց Դավիթը քաջ էր։ Դավիթը անվախ էր։ Եվ նա բազում անգամներ տեսել էր, թե ինչպես է Տիրոջ զորավոր ձեռքը իրեն ազատում։ Միթե հնարավոր է, որ այսպիսի մարդը վախ ունենա։ Միթե հնարավոր է այսպիսի բան։ Այսքան հաղթանակներից հետո, այսքան փառավոր կյանքից հետո, այսքան Տիրոջ ձեռքն իր կյանքում տեսնելուց հետո, միթե հնարավոր է, որ այս մարդը վախ ունենա։ Առաջին թագավորած 21-րդ գլխի 10-րդ խոսքում գրված է. Դուք գիտեք, որ Սավուղ թագավորը հալածում էր Դավթին։ Դեռևս Գողիաթի հաղթանակից հետո բազում օրեր, շաբաթներ, ամիսներ դրանք վերածվեցին տարիների, Սավուղը հետապնդում էր։ Բայց ամեն անգամ Աստված ազատում էր Դավթին Սավուղի ձեռքից։ Ամեն անգամ ազատում էր եւ ցույց էր տալիս իր փառքը։ Բայց առաջին թագավորած 21-րդ գլխի 10-րդ խոսքում գրված է. Եվ այն օրը Դավիթը վեր կացավ եւ Սավուղի երեսից փախավ։ Ու գնաց Գեթի Անկուս թագավորի մոտ։ Դուք պատկերացրեցիք Դավիթը ուր գնաց։ Գնաց ուղիղ Գեթ,
Գեթը դա այն վայրն էր, որտեղ Գողիաթն էր։ Գեթը դա այն տեղն էր, որտեղ Դավիթը տապալել էր Գողիաթին, բավական չի, մի հատ էլ Գողիաթի սուրն էր վերցրել ու ասել էր սրանից լավը չկա։ Հասկանում եք վախը ինչի է վերածում մարդուն։ Վախը մեզ ստիպում է կայացնել որոշումներ, որոնց վրա մի ուրիշ հանգամանքներում, երբ դու վախի մեջ չես, դու կծիծաղես։ Եթե քեզ բերեն գրած տան, որ մի մարդ էսպիսի որոշում է կայացնել եւ դու դա չիմանաս, որ դա դու ես, դու կասես ով այս խելագարը։ Դու ընդամենը մի որոշ ժամանակ առաջ ես գեթի ամենամեծ հսկային տապալել բոլորի աչքի առաջ ու դու հիմա փախստական ես դարձել ու ճանապարհ ես ընտրել դեպի գեթ, ուրիշ երկիր չկար։ Բայց վախը պարալիզացնում է մարդուն։ Վախը ստիպում է մեզ հիմար որոշումներ կայացնել։ Վախը մեզ ստիպում է վարվել մի կերպ, որի համար մենք հետո կարող է ամբողջ կյանքում զղջանք։ Ուղիղ գնաց գեթ։ Եվ Անկուսի ծառաները նրան ասեցին. լսեք, չէ՞ որ սա էր երկրի թագավորը Դավիթը։ Պատկերացնում եք, ծառաները տեսնում են ու սկսում են նայել զարմացած, բայց այս մարդու դեմքը ոնց որ ծանոթ է։ Ու չեք հիշում մի որոշ ժամանակ առաջ, սա չէր որ Գողիաթին տապալեց։ Մեր Գողիաթին։ Սա հաստատ Դավիթն է։ Սրա համար չէր որ պար բռնողներն ասում էին, երգում էին, ասում էին, Սավուղն իր հազարավորներին զարկեց եւ Դավիթն իր բյուրավորներին։ Եվ երբ որ Դավիթն այս խոսքերը դրեց իր սրտի մեջ եւ գեթի թագավորի Անգուսի երեսից շատ վախեցավ։ Ուշադրություն դարձրեք։ Դավիթը գրված է, որ Անգուսի երեսից շատ վախեցավ։ Սա այն թագավորն է, որ տվել էր սուրը, սա այն տեղն է, որտեղ Դավիթը այսպես դեմոնստրատիվ վերցրել էր այդ սուրը, բարձրացրել էր վեր ու ասել էր սրանից լավը չկա։ Սա այն Դավիթն է, որտեղ այս ժողովուրդը ուղղակի սարսափած էր Դավիթից։ Գրված է, որ փղշտացիները Գողիաթի տապալվելուց հետո փախան։ Եվ հիմա Դավիթը, նույն անվախ ու քաջ Դավիթը վախեցավ եւ նրա առաջ, թագավորի առաջ իր կերպարանքը փոխեց։ Նրանց ձեռքի տակ իրեն խելագար ձևացրեց։ Դռների փեղկերի վրա նշաններ էր անում, լորձը գնում էր մորուքի վրայով։ Դուք պատկերացնում եք սա ինչ խայտառակություն է Դավիթի նման մի թագավորի համար։ Դուք պատկերացնում եք ինչ խայտառակություն է, երբ որ դու քեզ դնում ես մտավոր խնդիրներ ունեցող մարդու տեղ։ Մի բան է, երբ որ մարդը ունի այդ խնդիրը։ Մի բան է, երբ որ դու ձևացնում ես, բայց քո ներսում գիտես ճշմարտությունը։ Եվ պատկերացրեք հիմա ծաղրածու է դարել այն Դավիթը, որը որ տապալել էր Գողիաթին, որը վերցրել էր Գողիաթի սուրը եւ ասել էր սրանից լավը չկա։ Այդ նույն Դավիթը հիմա խեղկատակություն է անում նույն մարդկանց առաջ։ Աստված իմ, որտեղ է մեզ հասցնում հավատքը մեր կյանքում եւ որտեղ է մեզ հասցնում մեր վախը մեր կյանքում։ Որքան վտանգավոր է, երբ դու գերա գնահատում ես քո հավատքը, բայց թերա գնահատում ես քո վախերը։ Բայց Աստված այսօր ուզում է ազատ արձակել մեզ մեր վախերից։
Եվ իր կերպարանքը փոխեց ու նրանց ձեռքի տակ իրեն խելագար ձևացրեց, եւ անքուսն իր ծառաներին ասեց. ահա տեսակ այս մարդը, որ խելագար է, նրան ինչու ինձ մոտ բերեցիք, միթե ես խելագարների կարոտ եմ, որ դրան բերեցիք իմ առաջ, գժություն անելու համար, դա իմ տունը պիտի մտնի։ Պատկերացնում եք վախը ոնց է մարդուն կերպարանափոխում, որ արդեն թագավորը նայում չի հավատում, սա չի կարա Դավիթը լինի, սա ինչ-որ խելագար է, տարեք սրան էստեղից։ Որքան է սատանան կերպարանափոխում մեզ վախի միջոցով, դեռևս չկատարված բաների համար, մի բան, որ դեռ տեղի չի ունեցել, բայց այնպես է կառուցում, կարծես դու հենց ուղիղ կանգնած ես դրա էպիկենտրոնում, որ հենց հիմա գլորվում է անդունդը, մինչդեռ դեռ մի կիլոմետր կա, որ դու հասնես անդունդի ծայրին։ Բայց դու չես նկատում այդ հեռավորությունը։ Ինչու՞, որովհետև վախը պատել էր։ Եվ այս նույն Դավիթը, երբ որ իրեն դնում է խելագարի տեղ եւ դուրս է պրծնում նրանց ձեռքից, հայտնվում է մի քարայրում։ Եվ ուզում եմ, որ բացենք Սաղմոս 34-ը ու տեսնենք հիմա Աստծո պատասխանը մեր վախերին, որովհետև իմ պատգամն այսօր հենց այդպես էլ կոչվում էր, Աստծո պատասխանը մեր վախերին։ Սաղմոս 34 Սա այն հատվածն է, երբ որ Դավիթը իր կերպարանքը փոխել էր Աբիմելեքի առաջ եւ հիմա գնացել ու թաքնվել էր քարայրում։ Գիտեք, Դավթի սաղմոսների առանձնահատկությունը նրանում է, որ Դավիթը սաղմոս չէր գրում պատշգամբում, այսպես կանգնած, զեփյուրը այսպես խփում էր իր դեմքին, այսպես գավաթով գինին կողքը դրված, ծառաները հով էին անում ու ինքը սաղմոս էր գրում։ Չէ։ Դավթի սաղմոսները գրվում էին նրա կյանքի ամենադրամատիկ իրավիճակներում, երբ որ նա իր ամեն մի նյարդով վերապրում էր այն, ինչ գրում էր։ Առաջին խոսքից ասվում է. Տիրոջը կորշնեմ ամեն ժամանակ, նրա փառաբանությունը միշտ իմ բերանում լինի։ Թող իմ անձը Տերով պարծենա, խեղճերը թող լսեն եւ ուրախանան։ Ով էր այդ խեղճը։ Հենց ինքը, Դավիթը։ Մեծացրեք ինձ հետ Տիրոջը, թող իրար հետ բարձրացնենք նրա անունը։ Ես խնդրեցի Տիրոջը, եւ նա պատասխան տվեց ինձ, եւ իմ ամեն ահ ու վախից ազատեց ինձ։ Տերը ազատեց նրան իր ամեն ահ ու վախից։ Նրան են մտիկ տալիս եւ լուսավորվում, եւ նրանց երեսը չի ամաչի։ Տերն ուզում է հաստատել ամեն մեկիս այսօր, որ կանգնած ենք մեր վախերի առաջ։ Տերն ուզում է ասել այսօր ինձ ու քեզ, միթե ես որևէ անգամ եղել ա, որ թույլ տամ քեզ անդունդը կուլ տա։ Միթե ես բազմիցս չեմ ապացուցել քեզ, որ իմ ձեռքը զորավոր ա քեզ դուրս բերելու։ Միթե ինձ վստահելով դու երբևիցե ամաչել ես, միթե ես թույլ եմ տվել, որ դու ամաչես, եւ գրվածա նրան են մտիկ տալիս ու լուսավորվում, եւ նրանց երեսը չի ամաչի։ Երբ մենք մեր վախերի մեջ մեր հայացքն ուղում ենք միայն Աստծուն, անհնար է, որ Տերը թույլ տա, որ մենք ամաչենք։ Այս խեղճը կանչեց, ով էր այդ խեղճը։ Ինքը, Դավիթը։ Այս խեղճը կանչեց եւ Տերը լսեց եւ իր ամեն նեղություններից, կարող ես ասել ամեն նեղություններից փրկեց նրան։ Տիրոջ հրեշտակը բանակ է շինում նրանից վախեցողների 4 կողմով եւ փրկում է նրանց։ Ճաշակեք եւ տեսեք, որ Տերը քաղցր է, երանելի է այն մարդը, որ նրան է հուսացած։ Վախեցեք Տիրոջից, ով նրա սուրբ էր, որովհետև նրանից վախեցողների համար պակասություն չկա։ Առյուծի կորյունները կարոտում են ու սոված են, բայց Տիրոջը խնդրողները ոչ մի բարիքի պակասություն չունեն։
Դավիթը հայտնվեց մի քարայրի մեջ, իր սեփական վախերի հետ եւ հասկացավ մի բան, որ կա միակը, ումից ինքը պետք է վախենա, դա Տերն էր։ Ու մի բան խնդրեց Դավիթը Տիրոջից։ Սա առաջին դեպքն էր, որ Դավիթը խոստովանեց, որ ինքը վախենում է։ Քանի անգամ ես եկել Տիրոջ առաջ ու ասել. Տեր, եկել եմ մենակ մի բան ասեմ։ Ես վախենում եմ։ Ես վախենում եմ, Տեր։ Ես այնպիսի իրավիճակում եմ, ես վախենում եմ։ Ես վախենում եմ, որ չեմ դուրս գա այս վիճակից։ Չէ, մենք սովորենք, չէ՞։ Հավատքը մեզ ինչ է սովորացնում։ Դու պետք է հավատք ունենաս։ Դու պետք է կանգնես Տիրոջ առաջ, քո հավատքի խոսքը հռչակես։ Հանկարծ Տիրոջը չասես, որ վախենում ես։ Այս դահլիճում չկա մի մարդ, ով վախ չունի։ Այս աշխարհում չկա մի մարդ, ով համարձակությամբ կկանգնի ու կասի. ես այլևս վախեր չունեմ։ Բայց երբ դու կանգնում ես Տիրոջ առաջ եւ ասում ես. Տեր, ես վախենում եմ, Տերն էլ տալիս է պատասխան։ Երբեմն գիտեք ինչու մենք մեր աղոթքի պատասխանը չենք հասկանում, որովհետև մեր աղոթքներն էլ են անհասկանալի։ Մենք գալիս ենք Տիրոջ առաջ, ասում ենք. Տեր, փրկիր ինձ այստեղից, փրկիր ինձ այստեղից։ Տերը փրկում է քեզ այստեղից ու դու հայտնվում ես մի ուրիշ տեղում։ Իմ հասկանում ես, որ այստեղ էլ փրկության կարիք ունես։ Դրա համար Տեր իմ Աստված, ոչ թե փրկիր ինձ ինչի մեջ որ հայտնվել եմ, ազատիր ինձ իմ վախերից։ Ազատիր ինձ իմ վախերից, որ ես ինքս ինձ համար չկառուցեմ բաներ, որոնք դեռ տեղի չեն ունեցել։ Հովհաննեսի ավետարան 14-րդ գլխի 27-րդ խոսքում Տեր Հիսուսն ասում էր 14:27 Իմ խաղաղությունն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, ոչ թե ինչպես աշխարհն է տալիս, ես տալիս եմ ձեզ, ձեր սիրտը չխռովի և չվախենա։ Հիշում եք Եղիայի ժամանակ ինչի մեջ հայտնվեց Տերը, մեղմ քամու։ Ես խաղաղություն եմ տալիս ձեզ։ Մեր վախերը, գիտեք ինչի է սատանան օգտագործում վախը, որովհետև վախը դա էլ հավատք է։ Սատանան նոր բան չի կարող անել։ Դուք հասկանում եք, որ սատանան ձեր կյանքի իրավիճակների վրա իշխանություն չունի։ Սատանան ձեզ համար իրավիճակներ չի ստեղծում, բայց Աստված իմ, ինչպես խորամանկ կերպով սատանան գիտի օգտագործել իրավիճակները։ Մի կետից մի կետը հասնելու համար, երբ Տերը քեզ ինչ-որ բան է խոստանում, սատանան գիտի, որ Աստված իմ քիչ է մնացել, որ հասնի այդ կետին։ Ես ունեմ ընդամենը ժամանակ ստեղից մինչև ստեղ։ Երբ որ հասավ այնտեղ, ես էլ ոչինչ չեմ կարող անել։ Ես ունեմ ստեղից մինչև այստեղ։ Ես այս արանքում ինչ անում եմ, այստեղ պիտի անեմ։ Ես այստեղ պիտի անեմ, ինչ անում եմ, որ հանկարծ չհասնի։ Միթե Աստված ասեց այդպես։ Իրավ Աստված այդպես ասեց։ Ոչ, այդպես չասեց։ Վախը Աստված կամենում է ազատել մեզ մեր սեփական վախերից։ Վախը մարդուն պարալիզացնում է։ Վախը քեզ թույլ չի տալիս վայելել Աստծո ներկայությունը։ Վախը քեզ թույլ չի տալիս վայելել Աստծո խաղաղությունը։ Վախը մարդուն տանում է ի վերջո դեպի դեպրեսիա։ Եվ ես այսօր կոչ չեմ անում կանգնել ու ասել Աստծուն, ես համարձակ եմ, ես այսօր կոչ եմ անում կանգնել Տիրոջ առաջ եւ ասել ես վախենում եմ, Տեր, ես վախենում եմ։ Ազատիր ինձ իմ վախերից։ Ազատիր ինձ, Տեր։ Որովհետև շատ բաներ իմ կյանքում տեղի չեն ունեցել, բայց ես ապրում եմ այնպես, կարծես դրանք տեղի են ունեցել։ Ազատիր ինձ
իմ վախերից։ Մի պատմություն էլ պատմեմ մի հայտնի դերասանի մասին եւ դրանով ավարտեմ։ Մի հայտնի դերասան պատմում էր, որ օրերից մի օր ինքը որոշում կայացրեց, որպեսզի բարձր մեծ երկնաքերից Դուբայում, այսպես, ուղղաթիռով գնա եւ վերևից այդ օթապարիկով իջնի։ Առաջին անգամ ասում է դա պետք է անեի։ Պայմանավորվեցինք, որ ես պետքա գնամ Դուբայ եւ այն օրը, երբ որ տոմսը գնեցի, որ գնամ, որպեսզի վերևից ուղղաթիռից ուղակի ցած իջնեմ այդ օթապարիկով, 5-6 օր առաջ ասում է, սկսեցի անհանգստանալ։ Մտածում եի Աստված իմ, ես առաջին անգամ եմ այսպիսի բան անելու։ Բայց այդ բարձրությունից եթե իջնեմ, բա որ հանկարծ մի բան այնպես չլինի։ Ասում եմ, ես հասկացա, որ չէ որ ընդամենը մի շեղում, ընդամենը մի սխալ բան ու իմ կյանքը մի անգամից ավարտվում է։ Ես հայտնի դերասան եմ։ Ես այսքան բան ունեմ թողած եւ ընդամենը հետո ասեն մահացավ, ինչից մահացավ, որովհետեւ օդից ուզում էր ընկներ ներքև։ Ես սկսեցի ասում անհանգստանալ։ Եվ ինչքան ասում օրերը մոտենում էին, այնքան վախը պատում էր սիրտս։ Ես մտածում էի ոնց է լինելու, ինչ եմ անելու, անընդհատ պատկերացնում էի, այնտեղ կասեն, որ ապահովագրությունը ավելի ճիշտ լինի, ապահովեն ինձ, ավելի լավ կապեն եւ այլն։ Եվ ասում եմ, երբ որ հասավ վերջին օրը ինձ մոտ տպավորություն էր, որ ես արդեն կես մարդ եմ դարձել։ Եվ ասում եմ, այդ օրը առավոտյան արթնացա, արդեն հյուրանոցից գնացինք այդտեղ, բարձրացանք վերև ու ամեն մի բարձրանալը այդ ուղղաթիռով իմ համար տպավորություն էր, որ իմ կյանքից մի քանի տարի գնում է։ Բայց եկավ պահը, ասում եմ, երբ որ ինձ արդեն ուղղորդեցին ու ասեցին, հիմա պետք է արդեն ցատկես, ժամանակն է, ցույց տվեցին, ինչ պետք է սեղմես, որ պահին պետք է, քանի վայրկյան հետո պետք է սեղմես։ Ասում եմ, երբ որ ցատկեցի ուղղաթիռից, 1-2 վայրկյան հետո տեսա, որ վախը այլևս չկա։ Երբ որ վախը ասում է հեռացավ, ես զգացի, որ սկսեցի վայելել։ Ես սկսեցի այդ պահը վայելել։ Երբ որ սկսեցի վայելել, հասկացա, որ շատ հեշտ է։ Ու երբ որ հասա ներքև, ես իմ ընկերներին ասեցի, լսեք, բա եթե ամեն ինչ այսքան հեշտ էր, 6 օր առաջ ես ինչի էի տանջվում, հələ օրը չհասած, բարձվում է ամեն բան այսքան հեշտ էր։ Մի Աստծոծառա, որ ճամփորդել էր ամբողջ աշխարհում, եղել էր տարբեր հարանվանություններում, տարբեր եկեղեցիներում, մեծ ու փոքր եկեղեցիներում, բազմահազարանոց կոնֆերանսների էր մասնակցել, մի անգամ հարց տվեցին, ասեցին, ինչ եք կարծում, ինչն է այսօր ուղղորդում, առաջնորդում հավատացյալներին, եւ նա նայեց ու զարմանալի պատասխան տվեց, ասեց վախը, ասեց դուք մտածում էիք, որ ես ասելու էի հավատքը, ոչ, քրիստոնյաների մեծամասնությանը չի առաջնորդում հավատքը, նրանց առաջնորդում է վախը։ Մենք այդպես էլ չենք հասնում այն պոտենցիալին, որ Աստված է տվել։ Մենք այդպես էլ չենք հասնում այնտեղ, որտեղ Աստված մեզ ուզում է տեսնել մեր վախերի պատճառով։ Մենք այդպես էլ թույլ չենք տալիս, որ Աստված մեր մեջ գործի, որ Աստված մեզ փոխի վախի պատճառով։ Մենք հորինում ենք, վախը հորինում է։ Այն ինչ դեռ տեղի չի ունեցել, դու ապրում ես այս պահին այնպես, կարծես դա տեղի է ունեցել։ Կարծես դու հենց հիմա դրա մեջ ես։ Անգամ էստեղ նստած։ Դու նստած նայում ես ինձ, բայց ներսումդ մտածում ես, ինչ պիտի անեմ ես։ Ինչ պիտի անեմ ես։ Այս քաոսի մեջից ես ինչպես պետքա դուրս գամ։ Ինչ ա լինելու սրա վերջը։ Որ ուղղությամբ գնամ, Տեր։ Որ ճանապարհով ես գնամ։ Եվ Տերը այսօր ուզում է ազատագրել քեզ։ Տերը ուզում է ազատել քեզ այդ վախերից ու երբ ազատի քեզ այդ վախերից, Տերը քեզ ցույց կտա ճանապարհը։ Դու կտեսնես ճանապարհը։
որովհետև Տերն է տանում այդ ճանապարհով։ Բայց որպեսզի Տերը ազատի քեզ վախերից առաջին նախապայմանը դա Տիրոջը ասել, որ Տեր, ես վախենում եմ։ Ես վախենում եմ։ Ոչ թե համարձակ խաղալ Տիրոջ առաջ։ Մենք իրար առաջ համարձակ ենք խաղում։ Ինչպես ես եղբայր, հրաշալի, փառք Տիրոջը, օրհնված, օծված։ Բայց ներսում տագնապ կա, ներսում սարսափ կա։ Ձեզանից ոմանք միգուցե եկել են այստեղ մտածելով, որ սա վերջին անգամն է։ Էլ չեմ գալու։ Թող որ այսօր Տերը կպնի ձեզանից ամեն մեկի սրտին։